Ես ներկայանալու եմ բոլորս տարբեր ենք, բայց հավասար, ինչ է բազմազանությունը նախագծով։ Շատ դպրոցներում, շատ աշակերտներ չեն հասկանում, որ իրենցից տարբեր մարդիկ են սովորում իրենց կողքին եւ որ ունեն բոլորը միևնույն իրավունքները։ Կրթական անվտանգ միջավայր ասելով հասկանում եմ մի միջավայր, որտեղ աշակերտները ճանաչում են, տարբերում են ատելության խոսքը, բուլինգը, պատրաստ են պայքարելու դրանց դեմ։ Այս տարի մենք հայտարարել ենք անվտանգ եւ ապահով կրթության տարի։ Եվ սա բոլորովին պատահական չի, վստահ եմ, որ դուք էլ գիտեք այն խնդիրների մասին, որոնք մեր կրթական միջավայրերը դարձնում են ամենևին էլ ոչ ապահով։ Եվ խնդիրները այստեղ տարբեր են, սկսած մեր դպրոցների ֆիզիկական անվտանգությունից։ Գիտեք, որ կառավարությունը մեծածավալ դպրոցաշինության ծրագիր է անում։ Այս պահին արդեն ավելի քան 300 դպրոցների մասին ենք խոսում, 60-ում ավարտած, մյուսներում ընթացքում գտնվող, բայց տարիքը կա շատ ավելի մեծ թվով դպրոցներում։ Անվտանգ եւ ապահով միջավայր ամենևին չի սահմանափակվում ֆիզիկական տարածքով, մենք կարիք ունենք հոգեբանական, սոցիալական, այնպիսի միջավայրի, որտեղ ոչինչ ձեզ չի խանգարի սովորել, զարգանալ, անելիքները շատ են։ Եվ այսօր մեր համաժողովը նպատակ ունի նաև այդ անելիքների մասին լսել ձեզնից, խոսել ձեզ հետ եւ հուսով եմ, որ օրվա ավարտին մենք կկարողանանք շատ ավելի ուժեղ զգալ դուք ձեր հերթին, մենք մեր հերթին, որտեղ քննարկել ենք խնդիրները եւ ավելի պատրաստված ենք մեր զգում այդ խնդիրները դիմագրավելու եւ առաջ գնալու։ Նման համաժողովները հենց նրան են նպաստում, որ յուրաքանչյուր աշակերտ հասկանա, որ պետք է ոչ միայն մտածի իր մասին, այլ կողքինին օգնի։ Մեծ նշանակություն ունի հոգեբանական անվտանգությունը դպրոցում, քանի որ նրանից կախված է երեխաների ուսումը, ինչպես են նրանք իրենց զգում դպրոցում, արդյոք նրանք ներառված են։ Թեման բարձրացնելը դա արդեն առաջին քայլն է որևէ բան փոխելու համար։